Սանկտ Պետերբուրգի Նևայի պողոտայի երկնագույն մարգարիտը։ Այն կառուցելու թույլտվությունը Եկատերինա II կայսրուհուց 18-րդ դարում ստացել է հայկական համայնքի այն ժամանակվա ղեկավար Հովհաննես Լազարյանը։ Եկեղեցին կառուցվել է նրա եւ համայնքի միջոցներով։ Եկատերինա կայսրուհին, իշխան Պոտյոմկինը եւ շատ ազնվականներ այստեղ աղոթքի են եկել։ Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումը 1904 թվականին Ալեքսանդր Թամանյան ճարտարապետի առաջին գործն է եղել Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո։ Խորհրդային աստվածմերժության տարիներին եկեղեցին փակվել է, վերաբացվել 1990-ին Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի խնդրանքով։ 1993-ից այստեղ կանոնավոր կերպով վերսկսվել են ծիսական արարողությունները, եւս մեկ հիմնանորոգում 94-ին, այս անգամ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանի նախաձեռնությամբ։ Վերահսկվել է Գարեգին II հայրապետի ձեռամբ, արարողությանը մասնակցել է նաեւ Համայն Ռուսիո երջանկահիշատակ պատրիարք Ալեքսիյ II-ը։ Այսօր Սուրբ Կատարինե աղոթելու են գալիս ոչ միայն հայերը, այլ նաեւ տեղի ռուս բնակչությունը։ Եկեղեցու դռները չեն փակվել անգամ 2014-ի սկզբին ներսում սկսված նորոգումների ժամանակ։ Եկեղեցու դռները բաց են բոլորի առջև եւ համագործակցում ենք բոլոր քրիստոնեական հարանվանությունների հետ, ակտիվ մասնակցում ենք բոլոր միջոցառումներին, այլև մենք ենք կազմակերպում, ունենք հոգևոր մշակութային կենտրոն, ուր ներգրաված են այդ կենտրոնի կյանքում բոլոր ազգերի ներկայացուցիչներ։ Որչափ հայ ենք, այնքան էլ Պետերբուրգի քաղաքացիներն ենք եւ փորձում ենք մեր հերթին պահպանել քաղաքի պատմականությունը, ասում է Տեր-հայրը։ Զարմանալիորեն մեր այցելության օրերին եկեղեցի եկող բոլոր հայերը եւ անգամ երեխաները միայն հայերեն էին խոսում։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանի ջանքերով 93-ին եկեղեցուն կից բացվել է Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնը, ուր ներգրավված են քաղաքի լավագույն մանկավարժները։ Ամեն կիրակի 150 երեխա է հաճախում այս դպրոց։ Ծանոթանում են հայոց պատմությանը, գրականությանը, լեզվին, մշակույթին, կրոնի պատմությանը եւ գործոն մասնակցություն են բերում մեր եկեղեցական կյանքում եւ համայնքում։ Կենտրոնին կից գործում է եւ երգչախումբ մանկական, ունենք նաեւ նայերի պարային համույթ։ Եկեղեցական կյանքն այս քաղաքում չի սահմանափակվում միայն ծիսական արարողություններ կատարելով։ Մեր այցելության օրերին հրավիրվեցինք տարբեր ծրագրերի ու բարեգործական ակցիաների, որոնց մասնակցում էին ոչ միայն տեղի հայերը, այլ նաև նրանց ռուս բարեկամները։ Շատ ակտիվ է Տիկնանց միությունը, հիվանդ երեխաներին օժանդակում է հատուկ այդ նպատակով ստեղծված հիմնադրամը։ Փորձում են սեփական ուժերով լուծել իրենց խնդիրները։ Կրոնական, ազգային, սոցիալական միջոցառումներում ներգրավված յուրաքանչյուր հայ գիտի իր անելիքը։ Վստահ եմ, որ նոր սերունդը առողջ սերունդ պիտի լինի հոգևոր առումով եւ բնավ որևիցե մեկը չի դատապարտի հայրենիքից հեռու ապրող մեր հայրենակիցներին նվազ հայրենասիրության մեջ, նվազ հավատքի մեջ եւ նվիրումի մեջ։ Համայնքային կյանքի կազմակերպական խնդիրների կողքին լուծվում են նաև իրավական հարցեր։ Այս պահին Պետերբուրգում եկեղեցապատկան շենքեր շինությունների սեփականաշնորհման գործընթացն է սկսվել։ Համապատասխան ատյանների վավերացումից հետո թեմը կունենա սեփականաշնորհման վկայականները։ Մոտ ապագայում ծրագիր կա նաև սկսել եկեղեցու արտաքին տեսքի թարմացումը եւ կտուրի հիմնանորոգումը։ 2015-ին համայնքը ավելի միասնական կաշխատի հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ուղղությամբ։ Իդեպ այս տարի արդեն 5 խոշորագույն միջոցառումներ են տեղի ունեցել, որոնց ժամանակ Պետերբուրգի տարբեր կարևոր բեմերից մարդկությանն ուղղված կոչ է հնչել ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին։ Այդ ամենը հեշտությամբ չի տրվում, այդ ամենը տրվում է անշուշտ մեծ ջանքերի շնորհիվ։ Սա քաղաքական հարց է եւ գիտեք, այսօրվա քաղաքականությունը կայուն չէ եւ պաշտոնյաներն էլ մտավախություն ունեն, թե ինչպես կլինի եւ ինչ դիրք կարող են գրավել, որպեսզի չտուժեն իրենց շահերը, իրենց երկրի հետաքրքրությունները։ Իդեպ առաջնորդ Եզրաս Սրբազանի կոչին ցեղասպանությանն ի պատասխան յուրաքանչյուր ընտանիք թող մի զավակ ծնի, առաջինն արձագանքել են թեմի քահանաները։
Տեր Սարգիսի խոսքով խառնամուսնությունների դեպքում պսակը Պետերբուրգում մեծ մասամբ տեղի է ունենում հայկական եկեղեցու ծեսով, իսկ երեխաները մկրտվում են հայ եկեղեցում։ Հենց զրույցի պահին հայ եկեղեցում պսակվելու եկավ հերթական զույգը։ Նորահարսը հայ էր, Փեսան ռուս։ Նելի Ռաֆայելյան, Վարդգես Մանուկյան, եկեղեցական կյանք։